Ապրենք առողջ հաղորդումն եք դուք դիտում 21 TV եթերում, բարև ձեզ, ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր հյուրընկալել եմ կցքագեղձի ռադիոլոգ Հարութ Շաբուրյանին։ Սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն Arpinka Beauty-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորագերեք հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարև ձեզ, բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալ եմ։ Ամբողջ հոկտեմբերը համարվում է կցքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։ Չնայած մեր հեռուստադիտողները թույլ չեն տա ես ստեմ, մեր հաղորդումների ընթացքում ենք շատ հաճախ ենք այս թեմային անդրադառնում, քանի որ գտնում եմ, որ եթե կա խնդիրը եւ այդքան տարածված, ուրեմն մենք որպես առողջապահություն եւ առողջություն լուսաբանող, հեռուստալիք եւ հաղորդում պարտավոր ենք անընդմեջ հիշեցնել, որ քաղցկեղը դատավճիռ չէ, բայց միևնույն ժամանակ էլ հետազոտվելը պարտադիր է։ Ուստի այս հաղորդման ընթացքում նորից ուզում եմ խոսենք կցքագեղձի քաղցկեղից ու մասնավորապես այսպես ամիսը քննարկենք։ Ճիշտ է, կցքագեղձի քաղցկեղը հայտնաբերելիությունը բավականին շատ է, հաշվի առնելով իր տարածվածությունը եւ շատ երկրներում արդեն ներդրված է կցքագեղձի քաղցկեղի սկրինինգ, որն է պատճառ հանդիսանում, որ իջնի մահացելիության թվերը։ Բայց կցքագեղձի քաղցկեղի սկրինինգը երբեք չի ապահովում է քաղցկեղի, այսինքն ինքը ապահովում է, որ մենք ունենք ավելի նոր ստադիաներում հայտնաբերված առաջին երկրորդ փուլի քաղցկեղներ, բայց եւ բացի դրանից նաեւ արկա է մեծ թվով հայտնաբերելիություն։ Ինչն է պատճառը, երբ որ կինը հաճախ չի ունենում գանգատ, բայց ունի կցքագեղձի քաղցկեղ առաջին կամ երկրորդ փուլի։ Երբեմն նաև հայտնաբերում է կցքագեղձի քաղցկեղ սկրինինգների ժամանակ նաև հայտնաբերում է եւ հաճախ հայտնաբերում է զրոյական փուլում։ Եվ մեր նպատակն է կցքագեղձի քաղցկեղը հայտնաբերել զրոյական փուլում, որովհետեւ զրոյական փուլում հայտնաբերված կցքագեղձի քաղցկեղի ապրելիությունը հասնում է մինչև 100%-ի։ Իսկ մեր նպատակը հենց դա է, որ կցքագեղձի քաղցկեղը հայտնաբերել ավելի վաղ, որպես ունենանք ավելի լավ արդյունքներ բուժման մեջ եւ ամենակարևորը, որ ունենանք ցածր մահացելիություն։ Տեսեք, մենք անընդհատ խոսում ենք, որ հիվանդությունները երիտասարդացել են, հիվանդությունները շատացել են եւ այլն։ Ես ուզում եմ այստեղ ուշադրություն դարձնենք։ Այո, ապրելակերպը, աշխարհը, մեր նաեւ կենսակերպը տանում է նրան, որ մենք սկսենք ավելի շատ հիվանդանալ, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բայց միևնույն ժամանակ էլ պետք է հաշվի առնենք, որ երիտասարդացել են նաեւ, քանի որ երիտասարդները սկսել են շատ ավելի ուշադիր լինել, ավելի հաճախ դիմել, այո։ Հետո դրան գումարած նաև ախտորոշման տարբերակները, մեթոդները, սարքավորումները շատ ավելի արդիական են եւ նույնիսկ ինչպես նշեցիք, զրոյական փուլում կարելի է մարդուն ախտորոշել։ Այսինքն այստեղ նաև արդիական է դառնում այն հարցը, որ երբեմն կատակով բժիշկներն ասում են, չկան առողջ մարդիկ, կան վատ հետազոտված հիվանդներ։ Իհարկե արտահայտությունը այդքան էլ շատ չեմ սիրում, բայց մի հատ կարևոր բան, որ ամեն օր, ամեն վայրկյան նոր հետազոտման մեթոդներ եւ նոր ուղեցույցներ ենք ունենում մենք եւ պացիենտները արդեն չենք դիտարկում որպես կին եւ ոչ կին տղամարդ մենք, այսինքն կցքագեղձի սկրինինգային հետազոտները իր հերթին նաեւ բաժանվում է արդեն ժառանգականություն ունեցող եւ ժառանգականություն չունեցող։ Ժառանգականություն ունեցող խմբի կանանց հետ մենք ավելի այլ մեթոդների հետազոտություն ունենք, ավելի խորը հետազոտման մեթոդների են գնում, ոչ ժառանգականություն ունեցող կանանց խորհուրդները մի քիչ ավելի փոխվել է։ Դրա համար բացի այն, ինչ որ մենք ունեցել ենք, գումարվել է եւս նոր մեթոդներ եւ նոր ուղեցույցներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս կցքագեղձի քաղցկեղ եւ առհասարակ քաղցկեղը հայտնաբերել ավելի վաղ։ Եվ ամենակարևորը, որ բարձրացել է այս հոկտեմբեր կցքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը հոկտեմբերն է, մի այլ քաղցկեղի իրազեկման ամիս, օրինակ փետրվար ամիսն է, եւ այստեղ կարևոր է, որ անverջ խոսալ դրա մասին եւ մարդկանց տանել հետազոտման, երբ որ կա գանգատ։ Երբ որ չկա գանգատ, երբ որ չկա գանգատ, գոյություն է սկրինինգային հետազոտությունները եւ պետք է գնալ այդ սկրինինգային հետազոտություններին։ Ոչ, այսինքն պետք չի անverջ հետազոտվել, բայց պետք է չմոռանալ, որտեղ գոյություն է ըստ ուղեցույցներով հաստատված հետազոտման պլան, որ տարիքից սկսած ինչ հետազոտություն պետք է անցնել եւ այդպես շարունակել։ Կինը ընդամենը տարվա մեջ մեկ անգամ հետազոտվելով ինքը իրեն ապահովում է կցքագեղձի, եթե կա արկա է կցքագեղձի քաղցկեղ հայտնաբերել ավելի վաղ փուլում։
եւ դրանով նաեւ հեշտացնել եւ իր կյանքը եւ բժշկի աշխատանքը եւ Բժշկի արդյունավետությունը։ աշխատանքից բացի շատ բաներ ենք մենք ունենում, այստեղ մեր շահը ավելի բարձր է։ Ինչ ենք ունենում։ Մենք ունենում ենք ավելի վաղ փուլի քաղցկեղ, բուժելությունը ավելի հեշտ է, ապրելությունը ավելի երկար է, պետական կամ ոչ պետական ռեսուրսների օգտագործումը ավելի մինիմալի է հասցվում, այսինքն ինչքան վաղ հայտնաբերենք, մենք այնքան ավելի հեշտ կբուժենք այդ կրծքագեղձի քաղցկեղը եւ պացիենտի համար, եւ բժշկի համար, եւ առհասարակ առողջապահական համակարգի համար։ Ինքը կլինի ավելի հեշտ ու հասանելի բուժելի։ Երբ մենք խոսում ենք կրծքագեղձի քաղցկեղից, հանրության մեջ իհարկե վերջին տարիներին կա սայլը տեղից շարժվում է, բայց այն ամենայնիվ մենք մտածում ենք, որ սա հիվանդություն է, որ հատուկ է բացառապես կանանց, բայց քիչ չեն դեպքերը, երբ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են նաև տղամարդիկ։ Այո, կան բազմաթիվ հետազոտություններ եւ ամբողջ կրծքագեղձի քաղցկեղի 1%-ը այսինքն ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղի 1%-ը բաժնահատում տղամարդկանց։ Տղամարդկանց մոտ ավելի ագրեսիվ ընթացք ունի կրծքագեղձի քաղցկեղը, քան կանանց մոտ։ Հայտնաբերությունը մեր երկրում բավականին ցածր է։ Ես այս ընթացքում երևի միջև 10 դեպք եմ ունեցել։ Եվ իհարկե, եթե կան գանգատներ, մանավանդ տղամարդկանց մոտ գանգատներ ավելի շուտ են առաջանում, հաշվի առնելով ֆիզիոնոմիան, պետք է դիմել ընդամենը մի հատ հետազոտության, եթե առկա է գանգատ։ Տեսեք, մենք միշտ նշում ենք, որ ժառանգական ծանրաբեռնվածություն ունեցող մարդիկ պիտի շատ ավելի ուշադիր լինեն, չէ՞։ Եթե այս համատեքստում նայենք, տղամարդիկ եւս պիտի լինեն ուշադիր, հաշվի առնելով, որ օրինակ մայրիկը ունեցել է։ Եթե գնանք ավելի նեղ մասնագիտական, գոյություն ունեն BRCA1, BRCA2 մուտացիաներ գենային, եթե կինը կամ տղամարդը կրում է դրանցից մեկը գոյություն ունի, ըստ այդ գենային մուտացիաների սկրինինգային հետազոտություններ, որոնք պետք է տղամարդը անցնի։ Օրինակ, եթե ունեցել է մայրը կրծքագեղձի քաղցկեղ կամ ձվանի քաղցկեղ եւ այնտեղ մենք ունենք BRCA հաստատված գեն, եւ եթե վերցնում ենք BRCA հաստատված գենով պայմանավորված սկրինինգային հետազոտությունները, այնտեղ կա տղամարդկանց համար հատուկ նախատեսված սկրինինգային հետազոտություններ։ Դա արդեն պետք է ասեն Գենետիկները։ գենետիկները։ Լավ, սա նաև ամենաշատ քննարկվող թեման է, միևնույն ժամանակ շատ են կարծիքները հանրության մեջ, սրանց կարող ենք մեկ անունով կոչել միֆեր։ Սրանցից մի քանիսը, որոնք առավել տարածված են եւ ականջս անընդհատ լսում եք, ուզեմ հիմա սրանք բարձրաձայնել, դուք էլ որպես մասնագետ հերքեք կամ հաստատեք, հա։ Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են միայն սեռական կյանք ունեցող կանայք։ Կրծքագեղձի քաղցկեղով կարող է հիվանդանալ այն կինը, կարող են հիվանդանալ բոլորը, եւ տղամարդիկ եւ կանայք, առավել եւս առավելությունը, ասիկա ավելի շատ հանդիպում է կանանց մոտ, որտեղ կանայք ունեն կրծքագեղձ այդքան։ Երբ որ նայում ենք կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոնները, ամենաառաջին գրած է կին լինելը։ Սեռով պայմանավորված հիվանդություն, կա կրծքագեղձ կարող լինել քաղցկեղ։ Եթե տենց վերցնենք, ենթաստամոքսային գեղձ, եթե կա ենթաստամոքսային գեղձ, կարող ունենալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Շատ լավ։ Եթե ես երեխային երկար եմ կերակրել, ապահովագրություն ունեմ։ Ապահովագրություն այդքան էլ ճիշտ չի ասել, բայց ավելի երկար, ավելի այն կանայք, ովքեր կերակրել են կրծքագեղձ, ասենք ով կերակրել է, ավելի քիչ է հանդիպում իրենց մոտ կրծքագեղձի քաղցկեղ։ Կան նմանատիպ հետազոտություններ, այո։ Եվ այն կանայք, ովքեր չեն կերակրել, իրենց մոտ կրծքագեղձի քաղցկեղի տոկոսը մի քիչ ավելի շատ է։ Իսկ կերակրելու մեջ ինչ որ ժամանակահատված կա, օրինակ մի քանի ամիս։ Ժամանակահատված դա արդեն պետք է մանկաբույժները պետք է։ Չէ, նկատի ունեմ, եթե 3-4 ամիս է կերակրել։ Եթե կինը կերակրել է 3-4 ամիս կամ 1 տարի, նման հետազոտություն չկա, ասենք համարվում է կերակրած մայր։ Կերակրած։ Այստեղ գիտեք, ոչ թե շեշտը պետք է դնել կերակրած, այլ ծննդաբերած եւ չծննդաբերած։ Հա, կանխեցիք նաև մյուս հարցս։ Այսինքն կա էլի այսպիսի վիճակագրություն։ Ծննդաբերած կանանց մոտ ավելի քիչ է հայտնաբերում կրծքագեղձի քաղցկեղը, քան չծննդաբերած կանանց։ Շատ լավ։ Կրծքի չափը եւս որոշիչ է, կա՞ նման բան։ Կրծքի չափը որևէ որոշիչ ֆակտոր չի կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոնների մեջ։ Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոնները եկեք նշենք, որ մարդկանց համար ավելի պարզ լինի, դա կին լինելն է, ինչպես նշեցի, ժառանգականությունն է, գոյություն ունեն, եկեք տարբերակ են, գոյություն ունեն վերահսկելի եւ անվերահսկելի կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոններ։ Վերահսկելի ռիսկի գործոնները, դրանք մեզնով պայմանավորված, օրինակ ճարպակալումը, ծխելը, գոյություն ունեն ռիսկի գործոններ, որոնք որ մեր կողմից վերահսկելի չեն։ Դրանք գենետիկ նախատրամադրվածությունն է, դրանք
այսինքն ժառանգականությունը, դա կին լինելը, որոնց վրա մենք որևէ գործունեություն, որևէ բան չենք կարող փոխել։ Այստեղ կարևոր է շեշտը դնել այն գործոնների վրա, որոնք մենք հնարավորություն ունենք վերահսկել եւ ամբողջ շեշտը դնենք դրա վրա, աշխատենք այդ ուղղությամբ։ Նաեւ ներդնելով այդ սկրինինգային բոլոր հետազոտությունները։ Շատ լավ, տարիքի մասին նաև կուզեմ խոսենք։ Վերջերս կարդացի, չգիտեմ որքանով է հավաստի, որ քաղցկեղը սկսել են նաև համարել տարիքային հիվանդություն։ Այս դեպքում կարող է սա Կրծքագեղձի քաղցկեղը ամենաշատ հանդիպում է 45-ից մինչև 55 մինչև 55 տարեկան հասակում, բայց չի եւ դրանով է պայմանավորված կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը։ Եթե կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը նայում ենք ուղեցույցներով, ինչա խորհուրդ է տրվում միջև 40-ից մինչև 45 տարեկանը 2 տարի մեկ անցկացնել մամոգրաֆիկ հետազոտություն, 45-ից սկսած մինչև 54 տարեկան ամեն տարի անցկացնել կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգով պայմանավորված մամոգրաֆիա եւ 54-ից սկսած 2 տարի մեկ։ Սա այն դեպքում, երբ որ չկա ժառանգականություն եւ չկա գենային այդ մուտացիաները, որ նշեցի։ Սա իրանց ենթադրում է, որ կրծքագեղձի քաղցկեղը ամենաշատը հանդիպում է 45-ից մինչև 54 տարեկան հասակում, բայց դա չի ենթադրում, որ մենք չենք ունենա կրծքագեղձի քաղցկեղ 30 տարեկան հասակում կամ 70 տարեկան հասակում։ Հանդիպումը ավելի քիչ, քան իմ նշած տարիքային խմբում։ Մենք նշում ենք, որ պետք է հետազոտվել, իհարկե շեշտեցիք, որ եթե չկա գենետիկ ծանրաբեռնվածություն, տարին մեկ անգամ։ Արդյոք այդ տարին մեկ անգամը բավարար է կամ արդյոք հնարավոր չէ այդ մեկ տարվա մեջ այնքան մեծ թափով զարգանա քաղցկեղը, որ օրինակ ստադիաները փոփոխության ենթարկվեն։ Բոլոր հետազոտությունների հիմքում դրված են շատ մեծ այսինքն մեծ հետազոտություններ, միջազգային փորձ եւ կրծքագեղձի քաղցկեղը վստահեցնում են, որ չի առաջանում 15 կամ 20 օրվա մեջ։ Պետք է ժամանակ, որպեսզի հասնենք ինչ-որ մի փուլի, երբ որ ինքը արդեն ռադիոլոգիական հետազոտման մեթոդով հնարավոր լինի իրան տեսնել։ Եվ տարի մեկ անգամ հետազոտելը լիարժեք ապահովում է կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերելիությունը ավելի վաղ փուլում եւ բուժելիության ավելի բարձր թվեր, ու ամենակարևորը բանի վրա եմ ուզում շեշտեմ, որ հաճախ եմ լսում, որ գնանք հետազոտվենք, քաղցկեղ չունենանք։ Նման դա ինքը եւս միֆ է, հետազոտությունները, ասենք հետազոտվելը չի բերում կրծքագեղձի քաղցկեղի չառաջանալուն, այլ բերում է կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերելիության ավելի վաղ փուլում, եւ մեր նպատակը եւ անverջ այս բոլոր հաղորդումների, բոլոր հետազոտությունների, որ ամբողջ մեր օրվա խոսույթի հիմնական նպատակը հենց դա է, որ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում եւ առհասարակ քաղցկեղը եւ մնացած բոլոր հիվանդությունները ավելի վաղ փուլում, որպեսզի կարողանալ լուծել այդ բոլոր խնդիրները։ Բայց նաև հակառակ խոսակցությունները կան, որ եթե գնամ հետազոտման, մանավանդ մամոգրաֆիան կարող են ագրեսիվացնել, կարող են զարգացնել։ Նայեք, մամոգրաֆիայի հետազոտություն դա ճառագայթային հետազոտման մեթոդ է։ Իհարկե, ինքը շատ ցածր դոզավորված ճառագայթային մեթոդ է։ Եվ երբ որ Հայաստան ենք իրականացնում մամոգրաֆիայի ճառագայթման մեթոդի եւ հայտնաբերված հիվանդության, այստեղ միշտ ավելի շեշտը պետք է դրել այն, ինչի մենք ման ենք գալիս, որտեվ եթե մենք վերցնենք, այսինքն տարի մեկ անգամ անցնել ճառագայթային այդ փոքր դոզավորված հետազոտությունը եւ ունենալ ավելի հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղի ավելի վաղ փուլում, մենք ավելի առավելությունը կտանք հայտնաբերել վաղ փուլում։ Հաճախ նաև նշում են, որ ցավոտ է, դրա համար չենք հետազոտում եւ հաճախ նաև իմ պացիենտները նշում են, որ ավելի լավ է 5 րոպե ընդհանրապես ցավը զգալ, քան թաթիկները դարձել են սիլիկոնե, շատ ավելի հարմար։ Սիլիկոնե չէ, բայց ավելի հարմարավետ են կարծում են պացիենտները, իհարկե, ամբողջ աշխարհը, ամբողջ բժշկական հանրությունը գնում է նրան, որ ավելի պացիենտի համար ստեղծվի պայմաններ, կոմֆորտ, որպեսզի կարողանանք ընդհանրապես մեկ անգամ տրամադրել կյանքից կինը 5 րոպե եւ անցնել մամոգրաֆիայի հետազոտություն։ Եվ փրկել կյանքեր։ Այո։ Շնորհակալ եմ շատ։ Ես իսկապես հաղորդումը կհամարեմ կայացած, եթե մեզ դիտողներից գոնե 2-ը կամ 3-ը փորձեն հիշել վերջին անգամ երբ են հետազոտվել, եւ եթե մենք կարողանանք կյանքեր փրկել, իսկապես կհամարենք հանդիպումը կայացած, զրույցն էլ իրապես տեղին ու այսպես արդյունավետ, հա։ Շնորհակալ եմ շատ։ Ձեր հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս կրծքագեղձի ռադիոլոգ Հարութ Շաբուրյանն էր։ Տեղեկացնեմ նաեւ, որ այսօրվա սպասարկումն ապահովել է Արփին Կապյուտին։
որը գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցայում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Ես շնորհակալ եմ, որ դուք մեզ հետ կիսեցիք ձեր օրը, կհանդիպենք մյուս շաբաթ, ցտեսություն։